Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Անցած շաբաթ խոսեցի, թե ինչու ջհուդները, հատկապես սիոնիստները, չեն կարող մեր դաշնակիցը կամ բարեկամը լինել։ Եվ դա ապացուցելու համար բերեցի տարբեր պատմական փաստեր, թե ինչպես օրինակ նրանք կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը եւ օգտագործեցին թուրք ազգայնականներին դա իրագործելու համար։ Բերեցի նաեւ այլ պատմական փաստ, ինչպես օրինակ, թե ինչպես ստեղծվեց Իսրայելը հենց սովետի ձեռքով, այն նույն կայսրության ձեռքով, որը ստեղծվեց հենց Ադրբեջան կոչված պետությունը։ Ու դրա համար այդ երկու պետությունները բարեկամական ու եղբայրական կապ ունեն, որովհետև իրականում նույն հայրը ունեն։ Ու այդ է պատճառը, որ մենք չենք կարող ոչ Իսրայելի ու ոչ բնականաբար Ադրբեջանի հետ ինչ որ բարեկամական ու եղբայրական հարաբերություն ունենալ, ինչպես այսօր փորձում են մեզ համոզել հայադավները։ Նաև կարող ենք այդ ավելի ժամանակակից փաստ բերել, թե ինչպես են սիոնիստները շարունակում զինել ու ֆինանսավորել Ադրբեջանին, որովհետև ինչպես բազմիցս եմ ասել, այդ ռուս-թուրք սիոնիստական եռանկյունը, այդ դաշինքը անկախ նրանից, թե որքան տարաձայնություններ կունենան, որքան միմյանց դեմ կպայքարեն, հայկական հարցում միահամուռ կերպով համաձայն են, որ այս տարածաշրջանում կամ առհասարակ չպետք է կերտվի հզոր անկախ միացյալ Հայաստան, որովհետև դա նրանց ահու սարսափն է, որովհետև հզոր Հայաստանի կերտման դեպքում նրանք բոլորը կորցնելու են իրենց ազդեցությունը այս տարածաշրջանում, առհասարակ աշխարհաքաղաքական բեմի վրա։ Սա մենք պետք է ֆիքսենք, որպեսզի չընկնենք այդ ծուղակը, ինչ թե նրանք փորձում են հայոց ցեղասպանությունը ճանաչել նման բան անելով մեզ ուզում են իբր համոզել, որ մեր բարեկամն են, բայց մենք հենց մեր մեջքը թեքենք, դանակ են խրելու։ Մենք պետք է խուսափենք այդ ծուղակը ընկնելուց։ Ու պետք է հասկանանք, որ այդ հայոց ցեղասպանության ճանաչումը միշտ օգտագործել են որպես քաղաքական զենք մեզ սիրաշահելու համար։ Ուզում են մեզ սիրաշահեն, ցույց տան, թե տեսեք ինչ լավն ենք, օրինակ։ Չգիտեմ, ինչ հստակ նպատակ ունեն, բայց ամեն դեպքում նրանց այդ կատարած քայլը հեռանկարային առումով ոչ մի օգուտ չի տալու։ Ինչպես Ռուսաստանի հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի օգուտ չտվեց, հնա 95 թվականին ճանաչեցին, ինչ արեց։ Դա փոխեց նրանց քաղաքականությունը մեր դեմ։ Ոչ։ Մի խոսքով, սա պետք է ասենք, որովհետև հիմա շատ են տարածում այդ բանը, որ մենք հрьяաների հետ, ջհուդների հետ, սիոնիստների հետ կարող ենք լավ բարեկամական հարաբերություններ հաստատել եւ այլն եւ այլն։ Այս ճշմարտությունը ասելով մենք պետք է պատրենք այդ միֆը։ Բայց այսօր կուզեմ մի հատ կարճ խոսել ավելի մեծ ստի մասին, որը մեր անկախության համար ամենավտանգավորն է։ Եվ դա այն է, որ առանց Ռուսաստանի մենք այսօրվա Հայաստանը չենք ունենա ու հայ ազգը ծաղկում ապրեց, հայոց մշակույթը մեծ ծաղկում ունեցավ սովետի օրոք ու նման բաներ, այդ ամենը մտնում է մի քարոզչության մեջ։ Դա շատ վտանգավոր է, որովհետև այդ ամենը ասելով անուղղակիորեն ասում են, որ անկախությունը մեզ համար բեռ է, հայ ազգի համար բեռ է։ Մենք ավելի լավ անկախությունից հրաժարվենք ու դա անելով մենք ավելի անվտանգ կարող ենք լինել, մենք մշակութային վերելք կունենանք եւ այլն եւ այլն։ Անուղղակիորեն դա է քարոզում։ Այդ ամենը ասելով։ Ու շատերը դա հատուկ չեն ասում։ Իսկապես հավատում են, կամ մարդիկ, որ իսկապես հավատում են դրան, բայց մի մասն էլ դիտմամբ են նման քարոզություն տանում, որովհետև նման առաջադրանքներ են ստանում։ Երկուսն էլ կա, կամ համ հավատում են, համ հատուկ առաջադրանք են ստանում։ Բայց մի քանի նորից փաստերով մենք պետք է պատրենք այդ սուտը, եւ առաջին փաստը մենք կարող ենք բերել հենց 1920-1921 թվականից։ Իրականում այս ամեն ինչը սկսում է հենց այդտեղից, որովհետև այդ ռուսոֆիլները, այդ սովետամետները ասում են մենք այսօրվա Հայաստանը 30,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը ունենք ռուսների շնորհիվ, որովհետև նրանք չեղարկեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ եկան ու թուրքերի հետ կնքեցին Մոսկվա եւ Կարսի պայմանագրերը։ Ու դրա համար մենք ունենք այսօրվա Գերագույն խրտվիլակ դավաճանի ասած իրական Հայաստանը, ռուսների ու թուրքերի գծած Հայաստանը։ Ասում են, եթե նրանք չգային, չմիջամտեին, այդ Ալեքսանդրապոլի պայմանագիրն էր լինելու։ Հա, բայց չեն ասում, որ
Եթե բոլշևիկները չֆինանսավորեն ու չզինեին քեմալիստներին ընդդեմ Հայաստանի, այդ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ընդհանրապես չէր ստորագրվի։ Չէ՞ որ Քեմալը դուրս էր եկել Սևրի պայմանագրի դեմ, դուրս էր եկել միջազգային հանրության դեմ, ու նա դաշնակից էր փնտրում ու վերջապես գտավ հենց բոլշևիկյան Ռուսաստանում։ Այսինքն ինչ Ռուսաստանը արեց, բոլշևիկյան Ռուսաստանը արեց, մեր դեմ նույնը օրինակ մեկը քո ոտքերը ջարդի, հենակներ տա, հետո դու շնորհակալ լինես, որ քեզ հենակներ է տվել, փոխանակ նրան մեղադրես, որ քո ոտքերը ջարդել է։ Նույն բանն է։ Ու սա Ռուսաստանի վարած քաղաքականությունն է Հայաստանի դեմ, հայ ազգի դեմ։ Մեզ դավաճանեն ու ներկայանան որպես փրկիչ։ Դա միշտ արել են ու ամենա ժամանակակից ու վերջին օրինակը 2020 թվականի 44 օրյա Դավադիր պատերազմում մենք սա տեսանք։ Սա նորից ասեմ, նրանց ստորագրությունն է, կարելի է ասել, որովհետև միշտ նույն բանը անում են ու ցավոք սրտի մեր ժողովուրդը շարունակում է նրանց դիտարկել, մի լայն զանգված նրանց շարունակում է դիտարկել որպես փրկիչ։ Հա, նորից այդ Ալեքսանդրապոլը ընդհանրապես չէր ստորագրվի, չէ, մենք չենք էլ պարտվի 1920 թվականի այդ պատերազմում, եթե բոլշևիկյան Ռուսաստանը ընդհանրապես չեզոք մնար, չեմ ասում մեզ աջակցեն, ընդհանրապես չեզոք մնար, մենք չենք էլ պարտվի այդ պատերազմում։ Մենք կհաղթենք, մենք Արևմտյան Հայաստանը կազատագրենք, ունենայինք։ Այդ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, հա, Բաթումի պայմանագրի շարունակությունն է, Բաթումի պայմանագիրն ստորագրվեց 1918 թվականի հունիսի 4-ին, եթե չեմ սխալվում։ Ու բարեբախտաբար դա չիրագործվեց, որովհետև Օսմանյան կայսրությունը պարտվեց առաջին աշխարհամարտում ու տապալվեց։ Բայց ռուսները եկան ու փրկեցին, որպեսզի լրիվ չմասնատվի Թուրքիան։ Սա ամենակարևոր փաստն է, որ պետք է սա ասենք, որպեսզի նման բաներ չասեն, որ ռուսների շնորհիվ մենք այսօր 30,000 ունենք։ Փոխանակ ասեն ռուսների պատճառով է, որ մենք այսօր 30,000 ունենք, այլապես մենք ունենայինք 100,000-ից ավել քառակուսի կիլոմետր Հայաստան, ինչպես արդար կլիներ։ Դա չեն ասում։ Դա մեկ։ Երկրորդ փաստը մենք կարող ենք բերել այդ սուտը պատրելու համար, որ մենք Ռուսաստանի կազմում ապրելով ավելի անվտանգ կարող ենք լինել, հենց երկրորդ աշխարհամարտն էր։ 100,000-ից ավել զոհ ենք տվել, վիրավորներ ենք ունեցել, ինչի համար, հանուն ինչի, այդքան երիտասարդ հայ տղամարդ ուղարկվեց Եվրոպա գերմանացի դնի դեմ կռվելու համար, Ջուղաշվիլու Ստալինի համար, որ ինչ, ոչ մի բան չեղավ, գոնե Արևմտյան Հայաստանը մի հատված ազատագրվեր ու միացվեր խորհրդային Հայաստանին, գոնե ասենք, լավ, որ մի բան եղավ, գոնե մի բան ստացանք դրա դիմաց։ Իհարկե ռուսական նային քարոզությունը դա փորձում է արդարացնել այդ զոհերի քանակը ասելով, որ եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադում, Թուրքիայի հետ միասին հարձակվելու են Ռուսաստանի վրա, դա սուտ է, դա լկտի նենք սուտ է, նման բան չկա, եթե Թուրքիան պատրաստվեր Սովետի վրա հարձակվել, դա նա կհարձակվեր 41 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Սովետի վրա, չէր սպասի 2 տարի, սպասեր որ Ստալինգրադում անպայման Գերմանիան հաղթեր, նոր հարձակվեր, այդպես բան չկա։ Հակառակը, Գերմանիան էր հարձակվելու Թուրքիայի վրա, Գետրուդա օպերացիայով, բայց դա չեն ասում, որպեսզի մենք լավ զգանք, սփոփանք, էլի, որ տեսեք, ուրեմն արդարացված էր այդ զոհերի քանակը, ոչ, արդարացված չէր, դա երկրորդ ցեղասպանություն էր իրականում, դրա պատճառով է, որ մենք այսօր շարունակում ենք մնալ 2-3 միլիոն, իսկ թուրքերը, ովքեր իրենց անկախության համար պայքարեցին ու հաղթեցին, այդ մեծ պատերազմներում չեզոք մնացին, ու դրա համար կարողացան ապահովել իրենց բնակչության աճը, դրա համար նրանք 10 անգամ շատացել են, իսկ մեր բնակչության քանակը նույնն է մնացել։ Սա պետք է նորից լավ հասկանանք ու ֆիքսենք։ Հաջորդ օրինակը ինչ եղավ 80-ականների վերջին 90-ականների սկզբին, երբ Բաքվում այդ ջարդ եղավ, մեր հայրենակիցները սկսեցին տեսնել, որ այդ անվտանգության երաշխիքը, որ Ռուսաստանը չի կարողանում ապահովի մեր անվտանգությունը, այդ անվտանգության երաշխիքը չի աշխատում։ Հետո հասկացան, որ միայն մեր անկախության համար պայքարելով մենք կկարողանանք մեր անվտանգությունը ապահովել։ Վերջապես դա հասկացան։ Ու դրա համար դիմեցին զինված պայքարի, այդ հնարավորության պատոհանը, որ բացվեց 91 թվականին Սովետը տապալվեց, այդ ճեղքը երբ եղավ, նրանք այդ պահից
օգտվեցին, դիմեցին պայքարի, Արցախը ազատագրեցին, մեր անկախությունը ապահովեցին։ Հենց դրա շնորհիվ ու մենք կարողացանք այս համեմատաբար կայուն մնալ, որովհետև նրանք կարողացան այդ հաղթանակը կերտել։ Դա եւս մի ապացույց է, որ Ռուսաստանի, այսպես ասած, անվտանգության երաշխիքը չի աշխատում։ Ու նաև կարող ենք բերել ավելի ժամանակակից օրինակ։ Եթե այսօր Հայաստանը լիներ Ռուսաստանի կազմում, մենք ինչքան զոհեր կտայինք այս ուկրաինայում պատերազմում, ուկրաինական պատերազմում, մենք ինչքան զոհեր կտայինք։ Որքան գիտեմ, այսօրվա Ռուսաստանի տարածքում ապրած հայերը բավականին մեծ զոհեր են տվել։ 5-ից 10,000 զոհ են ունեցել։ Այնտեղ Ռուսաստանում մոտ երևի 1-2 միլիոն հայ կա։ Ու տվել է արդեն մի 10,000 զոհ։ Եթե այսօր Հայաստանը լիներ Ռուսաստանի կազմում, ինչպես օրինակ Դագեստանն է կամ Չեչնիանը, մենք առնվազն կունենայինք 40-ից 50,000 զոհ։ Ու այն մարդիկ, այդ ռուսոֆիլները, այս սովետամետները, ովքեր քարոզում են, որով մենք անվտանգությունը զիջելով, Ռուսաստանի մաս կազմելով ավելի լավ կապրենք, ավելի անվտանգ կլինի, մշակութային վերելք կունենանք եւ այլն, նրանք պատրաստ կլինեն իրենց տղաներին ուղարկել բանակ։ Իրենք պատրաստ կլինեն գնան Եվրոպա, Արևելյան Եվրոպա, Պուտինի համար կռվել ու զոհվել։ Իհարկե ոչ։ Նրանք երկերեսանի են, տիպիկ կոմունիստ են, մի բան կասեն, բայց մի ուրիշ բան կանեն։ Նրանք ամեն ինչ կանեն իրենց տղաներին այդ բանակից ազատելու համար, որպեսզի նրանք չգնան։ Բայց նման քարոզություն են անում, որպեսզի ուրիշների տղաները գնան։ Սա է նրանց նենգությունը։ Այս ամենը կարևոր է, այս ամենը մենք լավ պետք է հասկանանք, քաջ գիտակցենք, որովհետև միայն անկախություն ունենալով մենք կարողանանք մեր անվտանգությունը ապահովել ու նաև իրական մշակութային վերելք ունենալ, չէ՞ որ ասում են, սովետի օրոք այդ մշակութային վերելք, միայն սիրում են խոսել այդ սովետի երկրորդ կեսի մասին, չեն խոսում առաջին կեսը, չէ՞, սովետը 70 տարի է։ Միայն խոսում են, ասենք, պատերազմից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բա ինչ եղավ առաջին 35 տարում, ոչ մի բան չեն ասում։ Չէ, այդքան մտավորականություն կոտորեց խորհրդային կառավարությունը։ Մեզ ուղարկեց սպանդի Եվրոպայում։ Դա չեն ասում, դա մոռանում են։ Բա պատկերացեք դա չլիներ։ Անպայման մենք պետք է թուրքերի կամ սպիտակ թուրքերի լծի տակ ապրենք, որ մշակութային վերելք ունենանք։ Անպայման պետք է նրանք մեր վրա իշխեն, որպեսզի մենք կարողանանք նորմալ պետություն կառուցել։ Փաստացի, էս են ասում այս ռուսոֆիլները, նման բաներ ասելով, դա են անուղղակիորեն քարոզում, որ մենք հայերս ապիկար ժողովուրդ ենք, չեն կարող մենք ինչ-որ պետություն ունենալ, մշակույթ նորմալ ծաղկեցնենք, չէ, որովհետև տեսեք այս անկախ Հայաստանը 35 տարում, տեսեք ինչ ղեկավարներ ենք ունեցել, բայց սովետի օրոք ինչ ավելի հայրենասեր են եղել սովետական Հայաստանի ղեկավարները։ Ապա չեն ասում, որ այդ սովետական Հայաստանի ղեկավարները հենց սովետի իրականում սովետին են ծառայում, Հայաստանը դիտարկում են որպես սովետի մաս ու առաջադրանք են ստանում, որ հա, ասենք այդ սովետի այդ մասը ինչ որ, չգիտեմ, ատոմակայանը կառուցել, այս կառուցել, այն կառուցել, նրանք հատուկ ինչ որ չեն անում, ինչ որ Հայաստանը ծաղկեցնելու համար։ Իսկ այսօրվա նեո-բոլշևիկյան դինաստիան, որ 35 տարի իշխում է Հայաստանում, նրանք բոլորը ենթարկվում են Կրեմլին։ Նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանը չզարգանա, չդառնա ծաղկող պետություն, որպեսզի միշտ կախված լինի Ռուսաստանից։ Այս մարդիկ, ովքեր դա նման բաներ են ասում, որ սովետի օրոք Հայաստանը ծաղկեց, հայ ազգը վերելք ունեցավ, ինչա, մենք եթե առաջին հանրապետությունը ունենանք, շարունակվեր այդ առաջին հանրապետությունը, եթե մենք շատ ավելի մեծ տարածքով պետություն ունենայինք, Ռուսաստանի համար գաղութ չլինեինք, անկախ պետություն ունենայինք, ազգային պետություն ունենայինք, ազգային առաջնորդով մենք չենք կարող մշակութային վերելք ունենայինք։ Մենք այնպեսի մշակութային վերելք ունենայինք, որ աշխարհը չէր տեսնի։ Այս նույն մարդիկ խոսում են հայրենասիրությունից, ասում են, մենք այսպեսի ժողովուրդ ենք, հայ ազգը, էսա, այնա, բայց հենց պրակտիկ գալիս է ճիշտ բաներ քարոզելու համար, sense բաներ են ասում։ Այս ամեն ինչը պետք է պատրվի, այս նենք նեո-բոլշևիկյան լկտի քարոզությունը մենք պետք է պատրենք ճշմարտությունը ասելով։
Պետք է հիշենք մեր ազատամարտիկների պայքարի ճանապարհը։ Ու մենք պարտավոր ենք այս 21-րդ դարում մենք հայազգայնականներս այս 21-րդ դարում պարտավոր ենք այդ պայքարի ուղին շարունակել, այն պայքարի ուղին, որը նրանք բացեցին մեր համար։ Մենք պարտավոր ենք դա շարունակել, այդ ջահը վերցնել, առաջ գնալ, մինչև կերտենք իսկական անկախ պետություն, որպեսզի մենք ոչ միայն դե յուրե անկախ լինենք, այլև դե ֆակտո, որպեսզի մենք ազատվենք այս ռուս-թուրքական վանդակից եւ կերտենք մեր իրական Հայաստանը, իսկապես անկախ միացյալ հզոր Հայաստանը, այն Հայաստանը, որը ահուսարսափն է մեր թշնամիների։ Մենք պետք է ցույց տանք, որ նրանց բոլոր փորձերը ու ջանքերը ապարդյուն են անցնում, որովհետև հայը նորից վերածվում է պայքարող ազգի, որովհետև հայը նորից դիմում է պայքարի, որովհետև հայը նորից պատրաստ է պայքարել իր շահերի, իր անկախության համար։ Այսօր այսքանը, դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցը Հայաստանը։